Միջազգային կազմակերպությունների արդյունավետությունն ու անդամ պետությունների վարքագծային օրինաչափությունը ուսումնասիրման կարևոր դաշտ է քաղաքական գիտության մեջ։ Դրանց շրջանակում հաճախ դիտարկվում է այն պարադոքսը, որ երբ պետությունը շարունակում է ձևականորեն մնալ կազմակերպության անդամ, բայց դե ֆակտո նվազեցնում է իր մասնակցությունն ու ներգրավվածությունը։ Այդպիսի օրինակ է Հայաստանի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում վերջին տարիների վարքագիծը, որը տեղավորվում է հենց այս տեսական ձևաչափի մեջ։ Քաղաքագիտական տեսությունների համաձայն պետության ներգրավվածությունը միջազգային անվտանգության կազմակերպություններում կարելի է գնահատել 3 պայմանական մակարդակով։ Առաջինը դա ինստիտուցիոնալ անդամակցությունն է, երկրորդը քաղաքական մասնակցությունը, իսկ երրորդը օպերացիոն մասնակցություն կոչվածը։ Հայաստանը շարունակում է պահպանել առաջին մակարդակը ինստիտուցիոնալ անդամակցությունը, սակայն էականորեն նվազեցրել է երկրորդը եւ ամբողջությամբ զրոյացրել է երրորդը։ Դա հանգեցնում է մի շարք տեսական հետևությունների։ Առաջինը համահավասար ազդեցության դիլեման է, այսինքն նույն կազմակերպության բոլոր որոշումները եւ քաղաքական ուղղությունները տարածվում են բոլոր անդամների վրա անկախ ակտիվության աստիճանից։ Սա միջազգային կազմակերպությունների հավասար ազդեցության սկզբունքն է, որը ենթադրում է, որ անդամակցությունը ինքնին բավական է ազդակառավարման համակարգի շրջանակներում պետությանը ներառելու համար։ Այս տրամաբանությամբ այսպիսով Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպության ռազմաքաղաքական վեկտորները շարունակում են նորմատիվ եւ քաղաքական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա։ Արտաքին քաղաքականության որոշումների կայացման շրջանակը ստիպված է հաշվի առնել ՀԱՊԿ դիրքորոշումները, քանի որ ինստիտուցիոնալ կապը շարունակում է գործել։ Երկրորդն արդեն պասիվ անդամակցության ռիսկերն են։ Քաղաքագիտության մեջ բնորոշվում է որպես պասիվ անդամակցություն, passive membership, երբ պետությունը մնում է կառույցում, բայց հրաժարվում է ներգրավվածությունից։ Այս պարադիգմայում առաջանում է մի երկակի ռիսկ՝ ազդեցություն առանց մասնակցության։ Պասիվ անդամները հաճախ ենթարկվում են կառույցի քաղաքական ազդեցությանը, բայց չեն ազդում որոշումների վրա։ Ինստիտուցիոնալ անհամապատասխանություն։ Պետության իրական արտաքին քաղաքական ուղղությունը չի համապատասխանում այդ կազմակերպության բնույթին, որին ինքը անդամ է, սակայն շարունակում է լինել կառույցի մաս։ Եվ երրորդը արդեն տվյալ անվտանգության կազմակերպություններում անդամակցությունը համարվում է սուվերենության մասնակի փոխանցում, երբ պետությունը դե ֆակտո դադարեցնում է այդ փոխանցումը, այսինքն չի մասնակցում ու չի իրականացնում իր պարտավորությունները, բայց դե յուրե, այսինքն փաստաթղթային առումով, շարունակում է լինել անդամ ու ստեղծվում է անվտանգության երկընտրանք։ Մնալով կառույցում, պետությունը ձևականորեն շարունակում է համարվել անվտանգության ոլորտի որոշումների համակիր, բայց գործնականում չի ստանում անվտանգության երաշխիքներ ու չի կիրառում գործընկերային մեխանիզմներ։ Այս իրավիճակը տեսականորեն հանգեցնում է անվտանգության վակուումի, երբ պետությունը չի շահում ոչ լիարժեք անդամակցությունից, ոչ էլ այլընտրանքային անվտանգության համակարգերից։ Այսպիսով Հայաստանի ներկայիս վարքագիծը ՀԱՊԿ-ում կարելի է բնութագրել որպես ինստիտուցիոնալ շարունակություն, բայց քաղաքական ու օպերացիոն դադար։ Միջազգային կազմակերպությունների տեսության համաձայն սա հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ կազմակերպության բոլոր ռազմաքաղաքական գործընթացները շարունակում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել Հայաստանի վրա, մինչդեռ Հայաստանը չի մասնակցում դրանց ձևավորմանը։ Արդյունքում ստացվում է ազդեցության, բայց ոչ ազդեցության հարաբերակցություն, որը մշտապես վտանգում է արտաքին քաղաքական ինքնուրույնությունն ու բնականաբար անվտանգության հաշվեկշիռը։ Իսկ դուք սիրելի հետևորդներ, եթե ուզում եք իմանալ ավելին, ապա մնացեք մեզ հետ։ Ցտեսություն։